Բելարուսի արտգործնախարարությունը բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Նրան վճռական բողոք է ներկայացվել եւ համապատասխան նոտա հանձնվել։ Վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների պատճառով, ասվում է նախարարության հաղորդագրությունում։ Բելարուսի նման կոշտ արձագանքը վերաբերում է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արված հայտարարությանը։ Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել գուբերնիա։ Մենք չենք ղեկավարվելու Բելարուսիայի պես։ Երևանում անցկացվող գագաթնաժողովի օրը Բելարուսի արտգործնախարարությունը պատասխանել էր Սիմոնյանի հայտարարությանը, այն որակելով որպես նախընտրական պոպուլիզմ եւ սեփական ընտրողների ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ։ Ավարտվել է Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցել Ֆրանսիայի առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։ Էմանուել Մակրոնին ճանապարհել են Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը եւ Ալեն Սիմոնյանը։ Ներկայ են եղել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Իջևան-Սևան Երևան ավտոճանապարհին բախվել են 5 ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ մյուսը հայտնվել բաժանարար գոտու կանաչապատ տարածքում։ Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի եւ Երևանի հիվանդանոցներ։ Երևանի Բագրատունյաց փողոցում կրակոցներ են հնչել, կա զոհ։ Մինչ իրավապահների ժամանումը հրազենային վնասվածքով Շենգավիթ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացել է։ Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մահացածը մոտ 40 տարեկան տղամարդ է։ Վերջին օրերին Երևանում գտնվող Էմանուել Մակրոնը արդեն երրորդ անգամ է խոսում Ռուսաստանի բացասական ազդեցության մասին։ Ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե արդյոք իր ցուցաբերած ընդգծված աջակցությունը Հայաստանի վարչապետին չի դիտարկվում որպես օտարերկրյա միջամտություն սպասվող ընտրություններին, Ելիսեյան պալատի առաջնորդը պատասխանել է, որ պետք է տարբերակել ժողովրդավարական երկրում մարդկանց մանիպուլացնելուն ուղղված քայլերը բաց աջակցությունից։ Մակրոնը նշել է, որ ինքը սատարում է այն գործընկերոջը, որին վստահում է ավելի քան 8 տարի։ Չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություններ եւ ի հակառակը կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ հաստատքները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում։ Իդեպ վերջին 2 օրերի ընթացքում արդեն 4-րդ ռազմավարական փաստաթուղթն է ստորագրվել Երևանում, այս անգամ Ֆրանսիայի հետ։ Ավելի վաղ համաձայնագրեր էին ստորագրվել Խորվաթիայի, Բուլղարիայի եւ Միացյալ Թագավորության հետ։ I find him to be a tremendous guy. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավոր դադարեցնել ազատություն նախագիծը նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։ Truth Social-ի իր էջում Թրամփը հայտարարել է, թե այս որոշման հիմք են հանդիսացել Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքը, Իրանի դեմ արշավի ընթացքում ունեցած հսկայական ռազմական հաջողությունը եւ վերջնական համաձայնության հասնելու հանգամանքները։ Չնայած այս ամենին, նեղուցը կշարունակի շրջափակված մնալ մինչեւ կողմերի վերջնական եւ ամբողջական համաձայնության գալը։ Հորմուզի նեղուցը Իրանին չի պատկանում, նրանք իրավունք չունեն այն փակելու։ Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմում իրենք 60% հաղթանակ են տարել, մինչդեռ Իրանը ոչ հանձնվել է մինչ օրս, ոչ էլ առավել եւս ընդունել, թե Հորմուզի նեղուցը իր երկրինը չէ։ Միթե ԱՄՆ պետքարտուղարը չգիտի, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իսլամական Հանրապետությանը, իսկ հարավայինը Միացյալ Արաբական Էմիրություններին եւ Օմանի մի փոքր մասին։ Ռուբիոն նույնիսկ հայտարարել է, թե ողջ աշխարհը Իրանի զոհն է, իրենց նպատակն էլ նեղուցը վերադարձնել նախապատերազմյան վիճակին։ Այս հայտարարությունն անում է մի պետքարտուղար, որի երկիրն առաջինն է պատերազմի դրոշ բարձրացրել։ Իրանը Հորմուզի նեղուցը հռչակել է իր ինքնիշխան տարածք եւ ստեղծել հատուկ վարչակազմ նավերի անցումը վերահսկելու համար։ Նոր կարգի համաձայն նեղուցով անցնող բոլոր նավերը պարտավոր են թույլատվություն ստանալ Թեհրանից եւ վճարել սահմանված տուրքեր։
Ի պատասխան սրան Վաշինգտոնը սկսել է նավերի ուժային ուղեկցման գործողությունը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի վերականգնել բեռնափոխադրողների վստահությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն հարվածել է ամերիկյան ռազմանավերին ու թիրախներ է խոցել Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքում։ Պենտագոնի ղեկավարությունը փորձում է նվազեցնել կատարվածի լրջությունը եւ պնդում է, թե հրադադարը դեռևս պահպանվում է։ Միջազգային առևտրային ընկերությունները խուսափում են վտանգավոր երթուղուց, իսկ Սպիտակ տունը չի բացառում ռազմական գործողությունների լիարժեք վերսկսումը։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է Իրանի ծովային շրջափակման անարգելիության մասին։ Նա նավահանգիստների մեկուսացումը համեմատել է անառիկ պողպատի հետ, բացառելով որևէ արտաքին միջամտության հնարավորություն։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ պատժամիջոցների սեղմվող օղակը շուտով կկործանի Իրանի ֆինանսական համակարգը։ Ըստ Թրամփի, Թեհրանը հակառակ իր հրապարակային կոշտ ռետորաբանությանը իրականում խիստ շահագրգռված է նոր գործարքի կնքմամբ։ Նախագահն իր այս պնդումը հիմնավորել է Իրանի զինված ուժերի իբր լիակատար ջախջախման եւ դիմադրողականության սպառմամբ։ Ամերիկյան առաջնորդը չի թաքցրել, որ տնտեսական այս ճնշումների հիմնական նպատակը սեփական քաղաքական հաղթանակի ամրագրումն է։ The Times of Israel պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի ծովային շրջափակման պայմաններում Իրանի տնտեսական ներկայվիճակին։ Թեհրանը նախքան ռազմական գործողությունների մեկնարկը կուտակել է ներկրվող ապրանքների զգալի պաշարներ։ Այս նախազգուշական քայլի շնորհիվ երկրում դեռևս չեն կիրառվում առաջին անհրաժեշտության մթերքի սահմանափակումներ կամ քարտային համակարգ։ Բանկային ոլորտը նույնպես խուսափել է կանխիկացման արգելքներից կամ ավանդների զանգվածային դուրսբերումից։ Իսլամական Հանրապետության կառավարությունն առայժմ կարողանում է ապահովել ներքին շուկայի հարաբերական կայունությունը։ Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Իլիա Բոլոյանի կառավարությանը, պարտադրելով նախարարների կաբինետի ամբողջական հրաժարականը։ Բուխարեստում կայացած քվեարկությանը կողմ է արտահայտվել 281 падգամավոր, ինչը զգալիորեն գերազանցում է որոշման ընդունման համար անհրաժեշտ նվազագույն շեմը։ Քաղաքական ներկա ճգնաժամը սկիզբ է առել սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիայից դուրս գալու եւ տնտեսական խիստ սահմանափակումների դեմ ընդդիմության հետ միավորվելու պատճառով։ Նախագահ Նիկուշ Օրդանը փորձում է ավաստիացնել Արևմուտքին, թե Ռումինիան կպահպանի Եվրոպամետ կուրսը, սակայն նոր կայուն կառավարություն ձևավորելու հեռանկարը մնում է մշուշոտ։ Այս անկայունությունն արդեն իսկ ռեկորդային ցածր մակարդակի է հասցրել ազգային առույթի փոխարժեքը եւ կասկածի տակ դրել բյուջեի դեֆիցիտի կրճատման պարտավորությունների կատարումը։ Ընդամենը 10 ամիս առաջ ձևավորված իշխող դաշինքը փաստացի ձախողել է աճ ծայրահեղականների ազդեցությունը զսպելու եւ երկրում երկարաժամկետ կայունություն հաստատելու իր առաքելությունը։